Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ YouTube-ի հեռուստաեթերում Ամբիոն Նարինե Մկրտչյանի հետ հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Վերջին տասնօրյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հանդես եկավ աղմկահարույց հայտարարություններով, ձևակերպումներով, մտքերով և բանաձևումներով։ Իհարկե, սա նորություն չէ, Հայաստանի հասարակական քաղաքական վերջին մի քանի տարիների զարգացումների անբաժան մասն են կազմում Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունները։ Իհարկե, մեծ վերապահումով միայն կարելի է Հայաստանի վերջին տարիների զարգացումները տեղավորել իրական քաղաքական զարգացումների համատեքստում և համարել իրական քաղաքական զարգացումների արդյունք, հետևանք և գործընթաց։ Միաժամանակ նաև իրականությունը պարտադրում է ասել, որ Նիկոլ Փաշինյանը իր հայտարարություններով շարունակում է թելադրել Հայաստանում հասարակական քննարկումների օրակարգը, և հենց դա է նրա հիմնական նպատակն է։ Սակայն կա նաև մեկ այլ նպատակ։ Նիկոլ Փաշինյանը չի անցնում որևէ շաբաթ, որ նա հանդես չկա որևէ աղմկահարույց հայտարարություններով։ Անշուշտ պետք է նաև նկատել, որ Նիկոլ Փաշինյանին վաղուց արդեն չի հետաքրքրում, թե նույն հանրությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ինչպես են արձագանքում նրա հայտարարություններին, քննադատում են, կոպտում են, ծանր բառեր են ասում, թե գովաբանում են։ Նրան հետաքրքրում է ոչ թե այդ հայտարարություններին հետևած հասարակական արձագանքի որակը, այլ նրան հետաքրքրում այն հանգամանքը, որ նա միշտ մնա հանրային հետաքրքրությունների տիրույթում, կիզակետում։ Վերջին շրջանում այդ մենաշնորհը, Նիկոլ Փաշինյանի այդ մենաշնորհը նրա հետ կիսում է նաև նրա կինը, Աննա Հակոբյանը, և տեր և տիկին Փաշինյանները միասին նաև այլ հանրային արշավներ են իրականացնում, որպեսզի դառնան նաև հանրային քննարկումների աստղերը։ Դժվար է ասել սա պարզապես հանրային հայտնիության, հայտնի դառնալու կամ հայտնի լինելու մոլորություն է կամ ցանկություն է, սակայն փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և նրա այսպես կոչված դարակազմիկ մտքերը արժանանում են բուռ հանրային ազդեցության կամ հակազդեցության։ Եվ ինչպես ասացի, նրան չի հետաքրքրում, որ նրա մտքերը լուրջ հակազդեցության են արժանանում։ Նրան հետաքրքրում է նախ և առաջ հայտնիության, հայտնի լինելու, հանրության ուշադրության կենտրոնում մնալու հանգամանքը, ինչը նա իհարկե մեծ հաջողությամբ իրականացնում է։ Եվ այս առումով վերջին շրջանում մի քանի նրա աղմկահարույց մի քանի հայտարարություններ դարձել են հանրային քննարկումների առարկա։ Այս տարվա ապրիլի 3-ի Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. 7 տարվա մեջ ով վերակենում առավոտից իրիկու ասում եմ, այս կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում։ Հա, կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում կադրային ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է, հարգելի գործընկերներ։ Իսկ գիտեք ինչի է ճգնաժամ։ Որովհետև մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 և ավել տոկոսում մանկապարտեզ չկա, երբ որ դպրոցների 70 և ավել տոկոսը կիսաավերված է ֆիզիկական և բովանդակային առումով, չի կարող այդտեղ չլինել կադրային սով։ Կան երկրում լավ կադրեր, նենց հիմա կասեն, ինչ չորացել է մեր երկրի արգանդը չորացել է, չէ, չի չորացել, Ժողովուրդ ջան։ Կան լավ կադրեր, այո, կան լավ կադրեր։ Փոքր խումբ, որոնք 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 միլիոն դրամով աշխատում են Հայաստանում, Հայաստանից դուրս։ Եվ չեն էլ գա աշխատեն կառավարությունում, հələ մի բան չի, 400-500 հազար դրամ ստանան, ամեն ստացած կոպեկի հետ էլ անեծքը հետը տանեն տուն։
Այս հայտարարությունը իհարկե կարելի է համարել նաև ինքնակնադատություն, թեպետ անձամբ ինքը իր անձը չդրեց քննադատության թիրախում, բայց ակնհայտ է, որ եթե դու քննադատում ես երկրում իրականացվող կադրային քաղաքականությունը, կառավարման ոլորտում իրականացվող կադրային քաղաքականությունը, հասցեատերը մեկն է, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ կադրային քաղաքականությունը իրականացնում է նա։ Ուշագրավ այն հանգամանքը, որ Փաշինյանի այս հայտարարության տակ Facebook-ում մի օգտատեր գրել էր. Կադրեր եղել են ու հիմա էլ կան, նայած թե ինչ կադրեր ես փնտրում։ Եթե փնտրում ես պրոֆեսիոնալներ, բայց միևնույն ժամանակ կամակատարներ, իհարկե դժվար է։ Պրոֆեսիոնալները, բացի անձնական ինքնասիրությունից, ունեն նաև մասնագիտական ինքնասիրություն, ու նրանք կամակատարներ չեն կարող լինել։ Այստեղ ամենևին աշխատավարձի չափը չէ։ Եթե ստանում են մի քանի 100,000 դրամ աշխատավարձ ու դրա հետ մեկտեղ ստանում են անեծքներ քո հայտարարությանը համապատասխան, ապա դա քո վարած ապիկար քաղաքականության արդյունք է։ Թե ում վրա ես մունատ գալիս, մարդ չի հասկանում։ Կադրային քաղաքականությունը միշտ եղել է Հայաստանի քաղաքական ղեկավարների աքիլեսյան գաշապարը։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ հանրությունը միշտ դժգոհ է եղել այդ կադրային քաղաքականությունից, այլ նախ եւ առաջ այն պատճառով, որ որպես կանոն այդ կադրային քաղաքականության հետևանքով ձախողվել է նաեւ այս կամ այն ոլորտը կամ ավելի կոնկրետ ձախողվել է նաեւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության պետականությունն է շատ անգամ վտանգվել։ Եվ այս առումով հարկ է նկատել, որ հանուն ճշմարտության պետք է ասել, որ կադրային քաղաքականության մեջ իր ձախողումներում Նիկոլ Փաշինյանը միակը չէ։ Կադրային քաղաքականության այս կամ այն կերպ անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարները, եւ եթե անգամ նրանք ուղղակի չեն քննադատել իրենց կադրային քաղաքականությունը, ապա առնվազն արձանագրել են կադրային քաղաքականության մեջ այս կամ այն սխալների մասին։ Ես շատ լավ հիշում եմ 1997 թվականի սեպտեմբերին իր հայտնի մամլո ասուլիսում Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ի պատասխան այն հարցի, թե եթե նրան հնարավորություն տրվեր ուղղելու իր կառավարման որևէ սխալ, նա որ սխալը կուղեր, Տեր-Պետրոսյանը ուղղակի պատասխանեց, որ փոփոխություններ կկատարել կադրային քաղաքականության մեջ։ Սակայն ես բնավ չեմ ուզում համեմատել Տեր-Պետրոսյանի իրականացրած կադրային քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության հետ, պարզապես հարկ է նկատել նաև, որ կադրային քաղաքականության մեջ գոյություն ունեցող մի շարք սկզբունքներ բոլոր Հայաստանի Հանրապետության բոլոր ղեկավարների օրոք նույնությամբ պահպանվել են։ Եվ թերևս դա է եղել հենց այդ հանգամանքը, այս սկզբունքների հետևել, այս սկզբունքներով առաջնորդվելն է եղել Հայաստանում կադրային քաղաքականության ձախողման, տապալման, ըստ այդմ նաև պետականության վտանգման պատճառ։ Սակայն վերադառնանք Նիկոլ Փաշինյանի վերջին ապրիլի 3-ի աղմկահավուց հայտարարությանը կադրային քաղաքականության մասին եւ փորձենք այդ կադրային քաղաքականության իրականացման սկզբունքները վերլուծել թե մեր հերոստատիտողների եւ թե ինչու՞ չէ նաեւ Նիկոլ Փաշինյանի համար, որպեսզի նա նաեւ հասկանա, թե իրականում իր կադրային ձախողումների պատճառը կամ ակունքը որտեղ է, եթե իհարկե նա ցանկություն ունի ընկալելու կամ հասկանալու։ Եվ այսպես, ինչ սկզբունքներով են առաջնորդվում մեր ղեկավարները կամ ինչ սկզբունքով է առաջնորդվում Նիկոլ Փաշինյանը կադրեր ընտրելիս։ Իմ համոզմամբ առաջին կարևոր սկզբունքը, որ Նիկոլ Փաշինյանը ընտրում է կադրերը, հետևյալն է. կադրերը պետք է անառարկելիորեն ընդունեն իր ասածները, իրականացնեն դրանք, անկախ նրանից այդ ասածները ճիշտ են, օգուտ են բերում պետությանը, թե ոչ։ Այսինքն չհակադրվելը, առարկություններ չընդունելու վարքագիծը, որ հատուկ է Նիկոլ Փաշինյանի, պարտադիր է նրա կադրերի համար։
Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության երկրորդ կարևոր սկզբունքը հետևյալն է. Փաշինյանի ընտրած կադրերը չպետք է ունենան քաղաքական սկզբունքներ, լինեն գաղափարազուրկ եւ չունենան արժեքներ, այսինքն չունենան արժեքային համակարգ։ Ինչ է սա նշանակում։ Եվ ինչու է սա կարևոր Նիկոլ Փաշինյանի իրականացրած կադրային քաղաքականության համար։ Սա կարևորում է հետևյալ պատճառով. քաղաքական սկզբունքներ ունեցող անհատները չեն կարող համամիտ լինել Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված նոր հայտնաբերված քաղաքական գաղափարաբանության հետ, իրական Հայաստանի, վիրտուալ Հայաստանի, կեղծ Հայաստանի, պատմական Հայաստանի, նրանք չեն կարող ուրանալ հայոց ցեղասպանությունը, որովհետև Թուրքիայի հետ հարաբերություններում դա կարող է խանգարիչ գործոն դառնալ, նրանք քաղաքական սկզբունքներ ունեցող գործիչները չեն կարող ընդունել եւ համամիտ լինել, առավել եւս պաշտպանել, աջակցել այն կառավարությանը կամ այն քաղաքականությանը, որ Արցախը Ադրբեջանի մաս է եւ հպարտ հայտարարել դա։ Այսինքն, եթե քաղաքական գործիչը, թեպետ Նիկոլ Փաշինյանի շրջապատին դժվար է քաղաքական գործիչների համախումբ անվանել, ուղղակի պարզապես եթե այդ անձիկ ունենային քաղաքական սկզբունքներ, նրանք չեն կարող հայտնվել Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության տեսադաշտում, առավել եւս ընտրել։ Այսինքն, նրանք չպետք է ունենային սկզբունքներ, որպեսզի կատարեին Նիկոլ Փաշինյանի ագդակործան, աղետաբեր քաղաքականությունը, դառնան այդ գործընթացի մասնակից։ Այդ իսկ պատճառով քաղաքական սկզբունքներ ունեցող մարդիկ կամ նրա շրջապատում չեն, կամ նա են դուրս թողել, կամ իրենք են դուրս մնացել, օտարվել են ընդհանրապես այս ընդհանուր քաղաքական, հասարակական, քաղաքական գործընթացներից։ Այսինքն առավել եւս պետական կառավարման համակարգից։ Եվ կարևոր է, որ այդ անձիկ, որոնց ընտրում է Նիկոլ Փաշինյանը, չունենան նաեւ արժեքներ, որովհետեւ արժեքներ, արժեքային համակարգ չունեցող մարդուն մեջ հեշտ է ներարկել այն վտանգավոր պետականակործան եւ աղետաբեր ուղեգիծը, որը փորձում է ներդնել Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական կառավարման համակարգում եւ դարձնել Հայաստանի պետականության անբաժան մասը։ Ասել է թե երկրորդ սկզբունքը Նիկոլ Փաշինյանը կադրերը ընտրում գաղափարազուրկ մարդկանցից, որոնք չտարբերվեն իրենից, ոչ մի բանով։ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության հաջորդ սկզբունքը հետևյալն է. նրա ընտրած կադրերը չպետք է ունենան քաղաքական անցյալ, քաղաքական կենսագրություն եւ քաղաքական փորձառություններ։ Ընդ որում ոչ միայն կամ ոչ միայն այնքան այն պատճառով, որ այդ քաղաքական գիտելիքները փորձառությունը անցյալը կապում են նախկիների կառավարման հետ, նա քաղաքական փորձառություն եւ կենսագրություն չի պահանջում, առավել եւս մերժում է, քանի որ քաղաքական կենսագրություն ունեցող մարդիկ չեն կարող համամիտ լինել Նիկոլ Փաշինյանի գաղափարազրկության, քաղաքական տգիտության հետ, եւ նրանք պարզապես նաեւ չեն կարող աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ, առավել եւս նրանք միշտ մատնացույց կանեն, կցուցանեն Նիկոլ Փաշինյանի արատավոր, աղետաբեր քաղաքական սխալները։ Նրանք կարող էին անշուշտ նաեւ օգուտ տալ Հայաստանի պետականությանը, սակայն Նիկոլ Փաշինյանի համար սա կարևոր սկզբունք է, որ իր ընտրած կադրերը չունենան քաղաքական գիտելիքներ, եւ որպեսզի այդ քաղաքական գիտելիքներ եւ փորձառություն չունեցող անձիկ կարողանան ուղղակի իրականացնել անտրտուժ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, կամ այսպես կոչված քաղաքականությունը։ Չորրորդ մանավանդում, այստեղ կարևոր այն հանգամանքը, որ քաղաքական կենսագրություն ունեցող մարդիկ նաև պատկերացում ունեն Հայաստանի գլխին կախված այն աղետների մասին, որ շարունակաբար բերում է Նիկոլ Փաշինյանը եւ հստակ հասկանում եւ պատկերացնում, կանխատեսում են, թե ինչ ծրագիր եւ ինչ նպատակ է իրականացնում նա։
Եվ նրանք պետք են մարդիկ, որոնք այս ամենը, եթե անգամ հասկանում են, ապա դուրս պետք է լինեն պետական կառավարման գործընթացներին, որպեսզի չխանգարեն նրան։ Չորրորդ սկզբունքը, որ իրականացնում է կամ դրված է Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության հիմքում, հետևյալն է. Նիկոլ Փաշինյանի կադրերը պետք է լինեն կամակատարներ։ Արդեն որպես առաջին սկզբունք ես նշեցի, որ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում այն կադրերին, որոնք կարող են այս կամ այն հարցում առարկել նրան։ Այդ իսկ պատճառով այս սկզբունքը կադրային քաղաքականության իրականացման կամակատարների ընտրություն է։ Նիկոլ Փաշինյանը ընտրում է այն կադրերին, ովքեր կարող են կատարել իր կամքը։ Կադրային քաղաքականության հիմքը նաև կադրային հորսունություն է, անվերջ կադրեր փոխելը, որովհետև այսպես է չի գտնում մի կադր, որ կարող է լինել և կամակատար, և առարկություններ, և խելացի։ Իհարկե կարելի է գտնել այդպիսի կադրեր, որոնք ունեն այդ հատկությունները։ Միաժամանակ նրանք ինչ-որ մի ժամանակ, գուցե արդեն ինչ-որ մի ժամանակահատվածից ավել չեն կարողանում լինել պետական կառավարման համակարգի մաս։ Հաջորդ սկզբունքը իմ համոզման Նիկոլ Փաշինյանի իրականացրած կադրային քաղաքականության հետևյալն է։ Այդ կադրերը պետք է ունենան բավականին բարձր ամբիցիաներ և լինեն մեծամիտ։ Մեծամիտներն ու ամբիցիոզները իհարկե կարող են վտանգ ներկայացնել Նիկոլ Փաշինյանի համար, բայց այդպես կոչած մեծամիտները, ամբիցիոզները, ինքնավստահները որպես կանոն դեպքերի բացարձակ մեծամասնության դատարկախոս է և Նիկոլ Փաշինյանը նրանց ամբիցիաները, մեծամտությունը և այդ ինքնավստահությունը կարողանում այդ ամենի սնունդ տալ նրանց այս կամ այն արտոնությունը ֆինանսական առումով, թե մեկ այլ առումով դրանով հագուրտ տալով։ Երբ այդ մարդիկ իրենց համարում են կարևոր։ Եվ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի կադրերը անվերջ բախվում են հասարակական պարսավանքի և միաժամանակ պետք է ասել, որ այդ կադրերի համար շատ կարևորն այն է կադրային քաղաքականության, նրանք ամոթ չունենան։ Նիկոլ Փաշինյանի կադրերը պետք է ամոթ չունենան, որպեսզի կարողանան պետական համակարգում աշխատել, բարձրաստիճան կամ միջին օղակներում աշխատել, որովհետև շատ դժվար է հանգիստ կանգնել հանրության առջև, իրականացնել կամ վերցնել այս կամ այն պաշտոնը և անամոթաբար ստել կամ պարզապես փողոցում թքել մարդու երեսին և մնալ հասարակական պարսավանքից այն կողմ չարժանանալ նաև պետական իշխանության բարձրագույն միանձնյա ղեկավարի դիտողության անգամ։ Շատ դժվար է իհարկե կադրային քաղաքականություն իրականացնել և հաջողել այդ կադրային քաղաքականության իրականացման մեջ և ճգնաժամ չառաջացնել, եթե կադրերը, եթե Նիկոլ Փաշինյանի կադրերը առաջնորդվում են հետևյալ սկզբունքներով, որ կարևոր չէ, թե պետության հետ ինչ է կատարվում, կարևոր չէ բնավ, թե հասարակություն ինչ է մտածում իրենց մասին, կարևոր է իրենց հավակնությունները, իրենց մեծամտությունը բավարար սնունդ ստանա։ Ահա այս և այլ հանգամանքներ միանալով ուղղակի ձախողում են Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը։ Եվ պատահական չէ այն մեծ հոսունությունը, որ կա նրա կադրային քաղաքականության մեջ։ Որտեղից բերել կադրեր։ Նիկոլ Փաշինյանը որպես կանոն դա հանգեցնում է հիմնականում ցածր վճարվող աշխատավարձերի հետ։ Բայց եթե նայենք Հայաստանում բարձր վճարվող, որում մասնավորից է շատ անգամ բարձր վճարվող աշխատավարձեր ստացող պետական բարձրաստիճան պաշտոնյաները բնավ չեն արդարացրել նաև այդ ոլորտը բարենորոգելու, բարեփոխելու, պես ասած հասարակության սպասելիքները։ Իսկ ինչու հենց նրանցից ընտրում Նիկոլ Փաշինյանը կադրեր։ Վերցնենք խորհրդանական համակարգում ամենակարևոր պետության ամենակարևոր մարմնի, որը պետք է դառնա ներկայացական հակակշիռ այս պետությանը խորհրդարանը։ Վերլուծենք, եթե ամենաթրուցիկ հայացքն անգամ խորհրդարանի կազմին գալիս է վկայելու, որ այն ցանկը
այն կազմը, որ հավաքել է Նիկոլ Փաշինյանը, հավաքել է առաջնորդվելով այդ սկզբունքներով։ Այս տարիների ընթացքում թերևս հատուկ մարդիկ են, որոնք որևէ քաղաքական գիտելիքի աճ են արձանագրել խորհրդարանականների շրջանում կամ դարձել են քաղաքական գործընթացի մասնակից։ Ես անգամ կդժվարանամ անուններ տալ։ Այսպիսի նա հավաքում է նման կառավարություն, հավաքում է նման խորհրդարան, նա ղեկավարում է իրավական համակարգը նման կադրերով եւ ամենակարևոր սկզբունքը, որ այդ կադրերը հրապարակային պետք է հավատարմության, ըստ էության հավատարմության խոստում տան Նիկոլ Փաշինյանին, հիացական մոտեցում հանդես բերել։ Թերևս արժեր այս հաղորդման ընթացքում ներկայացնել Նիկոլ Փաշինյանի ձախավեր կադրային քաղաքականությունը կադր առ կադր, ցույց տալով կադր առ կադր նրա բոլոր ձախողումները։ Միաժամանակ այս հաղորդումը այդ դեպքում կարող էր տևել ժամեր, օրեր, մինչև անգամ շաբաթներ։ Ես սովորաբար խորհուրդ չեմ տալիս իշխանություններին, բայց հիմա կարող եմ նրանց խորհուրդ տալ անձամբ Նիկոլ Փաշինյանին, կազմել իր կադրային ձախողումների ցուցակը, կազմել այն ցանկը, որտեղ դա սխալվել է կադրային քաղաքականություն իրականացնելիս, եւ կարծում եմ պատկերը անկանխատեսելի եւ սահմռկեցուցիչ կարող է լինել հենց Նիկոլ Փաշինյանի համար, երբ նա հստակ զգա եւ հասկանա, թե ինչպես է նա ձախողել կադրային քաղաքականությունը Հայաստանի պետական կառավարման համակարգում։ Կարելի է իհարկե քննարկել այլ խնդիրներ եւ հասկանալ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը դժգոհ իր կադրային քաղաքականությունից։ Տարիներ առաջ նա իբր կեսկատակ ասեց, որ նույնիսկ Քրիստոսի կադրային քաղաքականությունը սխալ էր նկատի ունենալով Հուդային, բայց պետք է նաեւ հասկանալ, թե ինչու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում լցվել են այսքան ցանկացած տիպի մարդկային եւ քաղաքական հուդաներ։ Եվ ոչ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը ինչպես Քրիստոսը, ինչպես ինքն իրեն սիրում էր համատեղ վստահել է իր կադրերին եւ սխալվել, այլ նախ եւ առաջ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը այդ վերոնշյալ սկզբունքներով առաջնորդվելով է իրականացնում կադրային քաղաքականություն։ Նման սկզբունքներով կադրային քաղաքականություն իրականացնել նշանակում է ի սկզբանե ձախողել կադրային քաղաքականությունը։ Եվ վերջապես, ինչպես հաճախ նշում են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որպես կանոն խելամիտ մարդիկ արդեն վաղուց չեն ցանկանում աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետև տվյալ դեպքում դա նշանակում է կիսել պատասխանատվությունը Արցախի հանձնման համար, դա նշանակում է կիսել պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդին ազգային իղձերից զրկելու փորձերի համար, որևէ խելամիտ մարդ, որևէ նույնիսկ չասեմ հայն ասել, պարզապես քաղաքակիրթ եւ պարկեշտ մարդ դժվար թե այս սկզբունքների դիմանա։ Նիկոլ Փաշինյանը ձախողել է երեք, նա ձախողում է այսօր, կձախողի վաղը, եւ նա ձախողում է ոչ միայն կադրային քաղաքականությունը, նա ձախողել է Հայաստանի Հանրապետության պետականությունը։ Եվ օրինաչափ եւ բնական հարցադրում է առաջանում, թե այնուամենայնիվ ինչ խնդիր է լուծում վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ձախավեր կադրային քաղաքականություն իրականացնելիս։ Այս հաղորդման ընթացքում ես փորձեցի ներկայացնել իմ համոզմամբ այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում է Փաշինյանը իր կադրային քաղաքականություն իրականացնելիս։ Եվ չնայած այս սկզբունքներով առաջնորդվելը վտանգում է Հայաստանի պետական կառավարումը, ավելին վտանգում է հայոց պետականությունը, այնուամենայնիվ այդ կադրային քաղաքականությունը Փաշինյանի համոզմամբ ամրապնդում է կամ պահպանում է իշխանությունը։ Ասել է, թե այս կադրային քաղաքականություն իրականացնելիս Նիկոլ Փաշինյանի գերնպատակը մեկն է՝ պահպանել սեփական իշխանությունը։ Եվ բոլոր նրանք, ովքեր ունեն
քաղաքական սկզբունքներ, գաղափարակիր են, ովքեր ունեն նաև քաղաքական փորձառություն, կենսագրություն, այդ մարդիկ, ովքեր ունեն սեփական տեսակետը եւ կարող են առարկել նրան ինչ-ինչ հարցերում, այդ մարդիկ չեն կարող պետական կառավարման համակարգում տեղ գտնել, նաև այն պատճառով, որ նրանք ինչ-որ մի պահ կարող են Փաշինյանի համոզմամբ վտանգ ներկայացնել իր իշխանության համար։ Նաև այդ է պատճառը, որ նա կադրային քաղաքականության իրականացնելիս առաջնորդվում է հիմնականում կուսակցական սկզբունքներով եւ կադրեր է ընտրում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից հիմնականում։ Եվ իհարկե շատ անգամ մեկ անգամ չի եկանում, որ նա դժգոհել է սեփական կադրերից, նաև անուններ նշելով։ Մեկ անգամ չի, որ նրանից հեռացել են բարձրաստիճան պաշտոնյաները նաև հայտարարություններ անելով, որ անհնար է Փաշինյանի հետ աշխատել, այնուամենայնիվ չնայած այս եւ այլ հանգամանքներին Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության սկզբունքները չեն փոխվել եւ չեն փոխվելու։ Այն պատճառով, այն պարզ պատճառով, որ այդ կադրային քաղաքականության նպատակը սեփական իշխանությունը հնարավորինս վտանգազերծելն է։ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը վաղուց է հայտնվել խորփոսում։ Ֆիզիկայում գոյություն ունի այսպիսի հասկացություն՝ պոտենցիալ փոս։ Դա սահմանափակ տարածության խիստ սահմանափակ տիրույթն է, որտեղ հայտնված մասնիկի պոտենցիալ էներգիան շատ ավելի փոքր է, քան այդ փոսից դուրս։ Այդ պոտենցիալ փոսի մյուս առանձնահատկությունն այն է, որ այդ մասնիկի էներգիան չի կարող փոխակերպվել այլ էներգիայի։ Եվ ամենակարևորը, պոտենցիալ փոսում հայտնված մասնիկը կարող է միայն որոշ տատանումներ արձանագրել, սակայն այդ մասնիկը չի կարող դուրս գալ այդ պոտենցիալ փոսից։ Եվ այժմ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության փոսում հայտնված կադրերը նույնպես չեն կարող դուրս գալ այդ փոսից։ Նրանք անգամ տատանումներ չեն կարող արձանագրել։ Եվ ողջ խնդիրը իհարկե նաև այն է, եւ խնդիրը բարդանում է նաև այն պատճառով, որ այդ փոսի մեջ հայտնվել է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը, Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը, Հայաստանի Հանրապետությունն է խրել պոտենցիալ փոսի մեջ։ Սիրելի բարեկամներ, մեր հաղորդումն ավարտվեց։ Կհանդիպենք հաջորդ անգամ։ Իսկ մինչ այդ հորդորում եմ բաժանորդագրվել իմ հեռուստաալիքին։